Ուկրաինայի նախագահը հայտարարել է, բոլոր այն տարածքները, որ Ռուսաստանը գրավել է պատերազմի ժամանակ, Ուկրաինայի մաս են կազմում։ Սա կարմիր գիծ է իրենց համար։ Վլադիմիր Զելենսկին այս հայտարարությամբ արձագանքել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆին, որը Fox News-ին ասել էր, թե անցած շաբաթ Ռուսաստանի նախագահի հետ հանդիպմանն ԱՄՆ-ն վերջապես պարզել է, որ հրադադար հաստատելու համար Վլադիմիր Պուտինը պահանջում է, որպեսզի Ուկրաինան Ռուսաստանի մաս ճանաչի գրավված տարածքները։ Ուկրաինան ինքնիշխան պետություն է եւ բոլոր տարածքները պատկանում են Ուկրաինայի ունիտար պետությանը։ Հետևաբար միայն Ուկրաինայի ժողովուրդը կարող է խոսել մեր պետության տարածքների մասին։ Մեզ համար դրանք կարմիր գծեր են։ Օդեսայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ հանդիպմանը Զելենսկին նաև հաստատել է, որ Սև ծովում անվտանգություն ապահովելու թեմայով Թուրքիայում բանակցություններ են ընթանում, որոնց մասնակցում են նաև Ուկրաինային օգնել կամեցողների կոալիցիայից Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան եւ Թուրքիան։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ասել է, որ այս քննարկումները հեշտ չեն, սակայն Ուկրաինայի դաշնակից բոլոր երկրները սատարում են երկրում կայուն եւ տևական խաղաղություն հաստատելու Միացյալ Նահանգների նախագահի ջանքերին։ Մյուս դաշնակիցները, ներառյալ Ֆրանսիայի եւ Միացյալ Թագավորության գլխավորած ջանքերը պատրաստական են ու կարող են ավելի մեծ պատասխանատվություն ստանձնել, օգնելու ապահովել խաղաղություն, երբ ժամանակը գա։ Պոլիտիկոն վկայակոչելով իր աղբյուրները գրում է, որ Թրամփի բանագնաց Սթիվ Ուիթքոֆն ու ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն այս շաբաթ Փարիզ կատարելիք այցի շրջանակում Ֆրանսիայի ղեկավարության հետ կբանակցեն նաև Ուկրաինայի հարցով։ Իսկ Ուկրաինան եւ ԱՄՆ-ն իրենց հերթին արդեն մի քանի ամիս է բանակցում են ուկրաինական հազվագյուտ օգտակար հանածոների համատեղ արդյունահանման գործարքի շուրջ։ ԱՄՆ-ն պահանջում է, որ ստացված եկամտից Ուկրաինան $300 միլիարդ վճարի ԱՄՆ-ին պատերազմի ժամանակ ստացած օգնության դիմաց։ Bloomberg-ը իր աղբյուրների հողումով նշում է, որ Միացյալ Նահանգները նվազեցրել է գումարի չափը մինչև $100 միլիարդ։ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտն ասել է, որ Վաշինգտոնում անցած շաբաթ տեղի ունեցած հանդիպմանն Ուկրաինան որոշ առաջարկներ է արել։ Ուստի բանակցությունները շարունակվում են, սակայն գործարքը կարող է ստորագրվել արդեն այս շաբաթ։ Այս ֆոնին Ուկրաինայի խորհրդարանն այսօր եւս 90 օրով երկարաձգեց ռազմական դրությունը, որ գործում է 2022 թվականին Ուկրաինա-Ռուսաստանի ներխուժումից ի վեր։ Այսօր նաեւ լրանում է էներգետիկ ենթակառուցվածքներին 30 օր չհարվածելու շուրջ Միացյալ Նահանգների միջնորդությամբ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև մարտի 18-ին ձեռք բերված պայմանավորվածությունը։ Կրեմլի խոսնակն ասել է, թե դեռ չի կարող նշել, թե ինչ որոշում է կայացվել այս հարցում։ Մենք ձեզ տեղեկատվություն կտրամադրենք։ Ես դեռ պատրաստ չեմ ձեզ տեղեկացնել կայացված որոշման մասին։ Այս ընթացքում ռազմաճակատում դրությունը մնում է լարված, ուկրաինական զինուժը հայտարարել է, որ ոչնչացրել է Կուրսկում հրթիռային բրիգադի մշտական տեղակայման կետը, որտեղից ռուսներն Իսկանդերով հարվածել էին Սումիին, սպանելով 35 մարդու։ Խերսոնում ռուսական կրակից 1 մարդ է զոհվել, եւս մեկը վիրավորվել։ Գիշերը անօդաչուներով հարձակման է ենթարկվել նաեւ Օդեսան կա վիրավոր, վնասվել են բնակելի շենքեր։ Ռուսական կողմն իր հերթին հայտարարել է Իվանովոյում եւ այլ վայրերում ուկրաինական անօդաչուների հարձակման մասին։ Ըստ պաշտպանության նախարարության ուկրաինական զինուժը վերջին 1 օրում 6 անգամ հարվածել է էներգետիկ օբյեկտների, չնայած դրանց չհարվածելու պայմանավորվածությանը։